Նիկոլ Փաշինյանը ստում է իրեն հայ ժողովուրդը չի բերել, իրան բերել է Կրեմլը։ Իրականացնողը, կատարողը եղել է Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, նա է եղել իրականացնողը։ Այդտեղ բնականաբար եւ Սերժ Սարգսյանը եւ Քոչյանը եւ մեղավոր են մասնակցեն եւ չեն։ Այն առումով որ իրանք հարց լուծողը չէին։ Իրենք չէին որոշումով ագալու, ինչպես Կրեմլը որոշեց, որ իրանք գալու են իշխանության Հայաստանում, նույնպես էլ Կրեմլը որոշեց, որ Նիկոլն է գալու իշխանության։ Հիմա այնտեղ մանր տակտիկական հարցերա, չգիտեմ, մի պահ ոնց եղավ, Կարեն Կարապետյանը ինչու գնաց Սևանի ոստիկանությունից ազատեց, այսինքն Նիկոլին արած, այս բանը կամ մյուսին, ով զանգեց եւ հրաման տվեց ոստիկանությանը, բան չանել, չճշեր, չբռնել այդ բաները, գիտենք Այդ ամբողջը միևնույն կառավարում է Մոսկվան։ Հիմա ինչ տարբերություն, իսկ ինչ տարբերություն խորքի մեջ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջև։ Երկուսն էլ ռուսական շահերի ներկայացուցիչներն են եւ այդ շահերի սպասարկողներն են Հայաստանում։ Հիմա մեկը մի ձևով, մեկը մի քիչ այլ ձևի դա էական չէ, այսինքն արմատական փոփոխություն այստեղ չկա։ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն մտածող մարդու համար բացահայտորեն Կրեմլի շահերն է սպասարկում նա 7 տարվա ընթացքում ինչ քայլ արել, որը արևմտամետ են, ոչ մի քայլ են եւ ընդհակառակը ինչ քայլ արել, որոնք ռուսամետ են, բազմաթիվ են դրանք։ Քայլեր, ոչ թե խոսակցություն։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինձ իշխանության ոչ ոք չի բերել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ասում է ժողովուրդն է հիմա իշխանության։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի, երբ ցանկանա։ Ուրեմն ժողովուրդը ցանկանում է, բայց դու երապատկել ես, կրկնապատկել ես ոստիկանության թիվը, աշխատավարձը, բռնաճնշումները շատ են եւ այլն։ Դե լավ ժողովուրդն է բերել։ Այդ ո՞նց է լինում, որ ինչ որ մեկը խաղաղ ցույցի է դուրս գալի, ես 18-ից առաջ նկատեմ, 17-18-ին, իսկույն ոստիկանությանը բերման է ենթարկում, ձերբակալում է եւ այլն, իսկ Նիկոլ Փաշինյանը 10-12 հոգով, 2-3 օր քայլելով գալիս է, հանրային հեռուստատեսությունը 2 անգամ թղթակից է ուղարկում այնտեղ հայրները հարցազրույց անելու, գալիս է, հարձակվում է ռադիոյի տան վրա, ջարդում է դռները, եւ որևէ դիմադրության չի արժանանում այդտեղ բանը մի դեպք կարող եք պատմեք դրանից առաջ 10 այդ իրա եւ դրանից հետո որը մեկը հարցակվեր այսինքն եւ հատուկ պաշտպանվող դե Քոչարյանի խմբակցության падգամավորն էլ էր այն օրը դա ասում այսինքն այն որ Նիկոլ Փաշինյանի գալը եղել է պայմանավորված բոլորը դա հենց նայեք անգամ իրանք վիճելով չեն վիճում որ Նիկոլ Փաշինյանը գալը եղել է պայմանավորված թե չէ իրանք ուզում են ասեն թե ում մեղքն է շատը իհարկե պայմանավորություն եղել է ես իմ աչքով եմ տեսել ճիշտ on-line եմ տեսել որ ոստիկանությունը դիմակները հակած այսպես վայրենի եւ կատաղի պատրաստ է ժողովրդին ջարդելու հետո հերոսա զանգ է եղել հանել են դիմակները ուսկն հայրմեր արտասանել հիմա որևէ մեկը կարող է ասի որ այդ ոստիկանությունը առանց հրամանի հանելա դիմակներ ուսկն հայրմեր արտասանել այդ ժողովուրդն է բերել դե լավ է ոստիկանությունը բայց ոստիկանությունը որ այսօր ջարդում է ժողովրդին այդ ժամանակ բարիացել էր հիմա ասում է ուր է ժողովուրդը որ ինձ ուզում է հանի չի տեսնում ինձ այդ ժողովուրդը ամրանը 50,000 մարդ առնվազն հրապարակում էր առնվազն 50,000 մարդ հրապարակում էր դե լավ ժողովուրդը որ բանը բայց չես քո կուսակցության ներկայացուցիչին եւ քո աշխատակցին բերել ես սարքել ես ընտրական հանձնաժողովի ղեկավար նման բան որ անգամ նախկինները չէին անում 50,000-ը դուրս եկավ ինչու չարեց պարոն Պապյան հեղափոխություն ինչու չարեց որովհետեւ այդ 50,000-ի գլխավորը հավատում էր Նիկոլ Փաշինյանի խոսքին որ Նիկոլ Փաշինյանն ասել է որ այ եթե ժողովուրդը դուրս գա լցնի հրապարակը ես կգնամ դուրս եկավ լցրեց հրապարակը չգնաց Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին